Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 7 Ով ինքն իրեն խոնարեցնում է կբարձրացվի Ղուկաս 18-րդ գլուխ 14-րդ խոսք Մեզ համար դժվար չպետք է լինի խոնարհվելը, քանզի ինչով կարող ենք հպարտանալ։ Մենք պետք է զբաղեցնենք ամենացածր տեղը, նույնիսկ եթե մեզանից դա չեն խնդրում։ Եթե մենք ողջամիտ եւ ազնիվ լինենք, մենք մեզ աննշան կհամարենք։ Հատկապես Տիրոջ առջև աղոթքի ժամանակ մենք կզգանք մեր աննշանությունը։ Այստեղ մենք չենք կարող խոսել արժանինքների մասին, քանի որ մենք դրանք չունենք։ Մեր միակ հույսը ողորմությունն է։ Աստված իմ, ողորմիր ինձ մեղավորիս։ Ահա մի խրախոսական խոսք գահից. մենք կբարձրացվենք Տիրոջ կողմից, եթե խոնարհվենք։ Մեզ համար վերելքի ճանապարհը ներքևում է։ Երբ մենք մերկացնում ենք ինքներս մեզ, մենք հագնում ենք խոնարհություն, եւ դա լավագույն հանդերձն է։ Տերը կբարձրացնի մեզ խաղաղությամբ եւ երջանկությամբ, նա կբարձրացնի մեզ իր խոսքի իմացությամբ եւ իր հետ հաղորդակցությամբ, նա կբարձրացնի մեզ վստահներման եւ արդարացման վայելքով։ Տերը պատիվ է շնորհում նրանց, ովքեր ունակ են այն կրել տվողի փառքի համար։ Նա օգտակարություն, ճանաչում եւ ազդեցություն է շնորհում նրանց, ովքեր չեն գայթակղվի դրանցով, այլ խոնարհվում են, գիտակցելով իրենց մեծ պատասխանատվությունը։ Ոչ Աստված, ոչ էլ մարդը չեն ցանկանա բարձրացնել այն մարդուն, ով ինքն իրեն է բարձրացնում, բայց եւ Աստված եւ բարի մարդիկ միավորվում են համեստ արժեքը պատվելու համար։ Տեր, ընկղմիր ինձ քո մեջ, որպեսզի բարձրանամ քեզանով։